Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV-ն իր երևի վերջին հաղորդումն է անում Մոսկվայից, որովհետև մի քանի օրից վերադառնում եմ Երևան եւ պիտի ասեմ, որ հույս ունեմ արդեն իմ բոլոր ունկնդիրների հետ հանդիպել Երևանյան տաղավարում։ Եվ ամենևին էլ պատահական չէ, որ Մոսկվայից վերադառնալուց առաջ մենք հանդիպել ենք երևի մեր օրերի մեծագույն հայրից մեկի Ռուսաստանի հայերի միության նախագահ, բարի կյանքի դեսպան, միջազգային տարբեր կառույցների ղեկավար ներկայացուցիչ Արա Աբրահամյանի հետ։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Ես խնդրում եմ ինձ չընդհատել, որովհետև դուք տարիներ շարունակ ես գիտեմ, արդեն այս տարի հոբելյանական է հայերի միության 25-ամյակն է։ 25 տարուց ավելի ձեզ ճանաչում եմ եւ այն ինչ որ դուք արել եք ինձ միշտ զարմացրել է։ Ես այդ մասին մեր ունկնդիրներին ասել եմ, բայց մարդիկ ովքեր չգիտեն չեն էլ կարող պատկերացնել այն մասշտաբը, որը դուք կարողացել եք այս 25 տարիների ընթացքում կյանքի կոչել։ Ես ուրախ եմ, գիտեք ինչի, որ երբեք չեք կոտրվել։ Ձեր դեմ պայքարել են բոլոր նախագահները եւ այս վարչապետն էլ նրանց, ինչպես ասում են, շարունակությունն է։ Եվ միայն փորձել են ամեն կերպ ձեզ վարկաբեկել, ձեր արածը չտեսնելու տալ։ Բայց դա չի եղել ձեզ համար կարևորը։ Ձեզ համար կարևորը Հայաստանն է, այնտեղ տեղի ունեցող իրադարձությունները, զարգացումները եւ միշտ դուք լավատես եք եղել։ Բայց կյանքը այնպեսին է, որ մենք այսօր ապրում ենք մի շատ բարդ դժվարին ժամանակահատված եւ դուք որպես Ռուսաստանի հայերի միության համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ ինչ եք տեսնում այս օրերին, ինչ զարգացումների եք սպասում։ Գիտեք, լավ ճիշտ եք ասում, այսօր մենք պետք է ավելի շատ խոսանք ներկա եւ ապագայի մասին, քան թե մեր անցյալի մասին։ Անցյալը մենք հետո հանգիստ որ կունենանք պետություն ռեալ անկախ, ռեալ դեմոկրատիկ, այսօր չկա ոչ անկախ, ոչ դեմոկրատիկ, այդ ժամանակ մենք կարող ենք վերլուծել, թե մենք ինչ ճանապարհ ենք անցել եւ ինչ սխալներ ենք թույլ տվել, որովհետեւ մենք կարողանանք էլ թույլ չտանք այդ սխալները, չկրկնենք այդ սխալները։ Այսօր իրավիճակը, գիտեք, դա իրոք շատ լուրջ է, ինչով, տեսեք, վարչապետը սկսած ազգային ակադեմիայից, գրողների միությունից, սա կոմպոզիտորների միությունից, բոլոր ստեղծագործական միություններից, բոլորը ոչնչացվում է, բոլորը արժեքազրկվում է։ Ես անցյալ անգամ էլ ասացի, իրանց վիճակը որ տեսնում եմ, այդպես չէր։ Այսօր էլ ինքը սկսել է աշխատանք եկեղեցու դեմ, որ ինքը իրավունքներ չունի։ Իրավունքը չունի, մենք բոլորս հավատացյալ ենք։ Ինքը կարող է որպես քաղաքացի իր կարծիքը ասի։ Բայց ինքը արդեն դատել է, դատում է եւ այլն։ Եկեղեցին իր կանոնադրության համաձայն գնում է։ Եթե խնդիրներ ասեցիր, դա արդեն եկեղեցականների գործն է։ Ես կհանեմ, ես կանեմ, ես կոչացնեմ, ես կնստացնեմ, քանտատ վախացնում է բոլորին։ Ինքը պետք է վախենա։ Ինքն է բերես իրավիճակին։ Շատ վատ ես ուզում եմ մեր ժողովուրդը շատ լավ ժողովուրդ է, բայց մենք ամեն անգամ խաբում ենք մեր ժողովրդին։ Ես կարող եմ ասել, թե ես որտեղ եմ ծնվել եւ ինչի հիմա ինչ եմ արել ժողովրդի համար, մարդկանց համար, քանի մարդու կյանք եմ փրկել, քանի մարդուն այդ տարիներին կվարտիաներ են փրկել, անվճար նվիրել։ Տարբեր բաներ, թե ինչեր եմ կառուցել։ Բայց հացը դա չի, դե տեսեք, միայն պայքարում է ինքը մեր դեմ, մեր գեյները նստած Ադրբեջանում ոչ մի խոսք չի ասում, ոչինչ չի անում, մեզ հայում են, վերջերս մի քանի օր առաջ Ադրբեջանի նախագահ Ալիևը ասաց, որ Հայաստանը ռազմական հանցագործ պետություն է, ռազմական հանցագործ պետություն։ Եվ այդ երկրի վարչապետը զբաղված է եկեղեցով, զբաղված է շուտ մարդկանցով, սրբազանով, որոնք ուզում են պետություն ունենք, որոնք ուզում են միասնականություն լինենք, որոնք ձերբակալում են Սամվել Կարապետյանին։ Դա անթույլատրելի է։ Եթե ինքը մի քիչ վարչապետ լիներ, մի քիչ մտածել մեր ժողովրդի մասին, մի քիչ 0.001%։
ինքը հրավիրեր Սամվել Կարապետյանին, ոչ մի խնդիր չկար, ինչ է, վարչապետս, սա ամենախոշոր բիզնեսմեններից մեկն է։ Իր հետ կզրուցեր, կասեր ինչ է եղել, ինչու եք այդ շորխնդիրներ կան, ինչից եք դուք դժգոհ, ինչով կարող եք դուք օգնել մեզ, ինչով ես կարող եմ ձեզ օգնել։ Ոչ չկա, բոլոր կապերը այն ինչ որ մենք անում ենք մոտավորապես 50-ից մինչև 100 միջոցառում Հայաստանում։ Ոչինչ չենք անում, ամեն ինչ զրկել է։ Դա աննորմալ հասկանալ չի կարելի։ Ինքը չի ընդունում, չի խոսում, ինքը բարդացնում է սև, սիպտակ, եկեղեցի, հավատացյալ, ես իմ աղանդավոր եւ այլ։ Հանգիստ թողեք բոլորին։ Հանգիստ թողեք, հանդիպեք, խոսացեք եւ ինչ եք ուզում ասեք։ Ինչ եք ուզում ասեք։ Դե դուք այդ ինչ եք արել, որ ինչ եք ասում։ Դուք ոչ հաղթող եք, դուք պարտվող եք։ Ոչ մի բան չեք այդ ձևի վերաբերվում մեր ժողովրդի հետ։ Խեղճ մեր ժողովուրդը շատ լավ ժողովուրդ է։ Այսպես ասելով, այսպես իր PR անելով, պսիխոլոգիական իրենց վրա ազդելով։ Բայց դուք ձեր մասին խոսացեք։ Բայց դուք ձեր արածների մասին ասեք։ Դուք վերցեք մի 10 հատ ձեր արածների մասին ասեք։ Մենակ սուտ բաներ պետք չի ասել։ Շորտին խփել։ Ինքը արդեն անելիք չունի։ Ինքը իր ուզում այդ ամեն ինչից, չգիտեմ, դա անթույլատրելի է։ Վարչապետը չի կարող։ Հրավիրել բոլորին ով որ կար, հրավիրել խոսար, ասեր։ Օրինակ Սերժ Սարգսյանը, չէ՞։ Դες համաձայնվեց, հանդիպեց, խոսած։ Հանդիպում եղավ։ Այդ որ ինքը փողոցեր դուրս եկե ես իմ հեղափոխություններ անում իրա։ Իբր հեղափոխություն։ Իբր հեղափոխություն։ Տեսեք, ես այսօր ներկա եմ եղել Ռուսաստանի հայերի միության խորհրդի երթական նիստին եւ ճիշտ ասած ուրախ եմ, որ ձեր կառույցը, որ այս տարի տոնում է իր 25-ամյակը եւ գիտեմ, որ սեպտեմբերին շատ մեծ ծրագիր է նախապատրաստվում Կրեմլովյան պալատում, դուք նաեւ տեսակապով զրուցում եք Ռուսաստանի տարբեր մարզերի, Ռուսաստանի հայերի միության բաժանմունքի ղեկավարների, ներկայացուցիչների հետ։ Եվ այն ինչ որ ես լսեցի, տեսա թե մարդիկ որքան ցավում են, որքան են ուզում որ Հայաստանը միասնական լինի։ Նույնիսկ առաջարկում են գնալ այնտեղ, ինչ որ պետք է օգնել, ոնց որ կարող են։ Մարդիկ ոչինչի առաջ չեն կանգնում, որտեղ հայրենիքի ցավը իրանց համար շատ կարևոր է։ Եվ նրանք ինչի են դա ձեզ ասում, որտեղ գիտեն, որ դուք դրանով եք ապրում, հայրենիքի ցավով, հայրենիքի վաղվաղով։ Այս ամենը տեսնելուց հետո ես զարմանում եմ, որ մենք փաստորեն չունենք իշխանություն, որը կարողանա իսկապես բոլորին համախմբել իր շուրջը եւ գտնել այն ուղիները, որոնք կարողանանք այս ծանր իրավիճակից դուրս գան։ Հնարավոր չէ այլևս շարունակել։ Հավատում եք, ես 52 տարի հեռուստատեսությունում եմ աշխատում։ Այսպիսի վիճակ չեմ հիշում։ Ոչ մի նախագահի, ոչ մի ղեկավարի օրոք։ Սա, չգիտես, Աշխարհում այդպիսի իշխանություն ես չգիտեմ։ Ես մոտավորապես 140 երկրներում եղել եմ, շփվել եմ նախագահների հետ։ Ես միշտ սիրում եմ, որ պետությունում գնում եմ, նայեմ ինչ նորություն կա, ինչից կարելի է օրինակ վերցնել, ինչից կարող է փորձը փոխանակել, ասենք մեր մոտ ներդրում անել եւ այլն։ Գիտես, այսի բան չկա։ Դե տեսեք, ես մի հատ հասարակ պարզ բան։ Թուրքիայում, նացիլը Թուրքիա, հանդիպում դիասպորայի հետ, ասում եմ, գիտեք, ես ձեր ղեկավարը չեմ։ Ես չեմ կարող օգնել, ինձ վրա հույս մի դրեք, հենց ուրախ ձևով, հենց շատ լավ։ Այդ մարդիկ էլ ընդեր նստածները չգիտեմ ովքեր են, որտեղից են հավաքել, որտեղից են բերել այդ մարդկանց, որտեղ այդտեղ մի նորմալ մարդ չտեսա ես։ Եվ սա ուրախանում են, ծիծաղում են։ Բա ում ղեկավարն ես։ Բա դիասպորա կա այսքան Հայաստանի ժողովրդից շատ, բոլորն հենց հիմա ավելի շատ մարդիկ են ցույց քան թե առաջվա իշխանությունների օրոք։ Դուրս են գալիս։ Հետո այդ օրենքները տեսեք, այդ իր մոտեցումները տեսեք, ինքը ազնիվ չէ։ Ընդհանրապես հեչ կապ չունի պետության շահերից, ազնիվ ասում եմ, պետականության եւ պետության շահերին, ինքը խափում է բոլորին։ Ինքը ասում է այն ինչ որ չի կարելի ասել։ Ինքը ոչինչ չարեց ազգը միացնելու համար։ Քանի անգամ փորձում եք ասենք, հանդիպենք կամ մի բան անենք, չկա, չի լինում։ Ինքը արժեքա զրկողն է, ինքը կարա բողոքի, ինքը կարող ոչնչացնի, միայն մեր ազգին, ինքը միայն պատժում է հայ ժողովրդին, ինքը դա անթույլատրելի է, ինքը պետք է, ես չգիտեմ, եթե ինքը ինչ-որ մի քիչ ուժ ունի իր մեջ, մի հատ նստի մի օր գործի չգա, ժողովուրդը կշահի, մտածի այդ մասին,
Ես ինչ անում։ Ես ինչ անում։ Ում արժեքազրկում բոլորին։ Ինքը ոչ մի մարդու չի թողել, իրա չգիտեմ այդ fake նորություններով կամ հարցակումներով։ Վաղ տարինում գիտեք 700,000 մարդ է ինչ ասես ասում։ Մի մարդու որ ինչ կապ չունի այդ ընդհանրապես միայն լավ բաներից անցած այդ չգիտեմ 4 տարեկանից 5 տարեկանից միայն լավ բաներ արել։ Սա է խնդրեմը։ Սա է խնդրեմ որ երբեք չի հավաքե։ Երբեք չի հավաքե, դիասպորա չի հավաքե։ Կամ հավաքում է այն մարկանց ու որ ինքը ինչ-որ շահավետ է, ինչ-որ եսի մինչա, չգիտեմ, չի հավաքե։ Չեն ասում, բայց դուք գիտեք ինչ կա Հայաստանի Հանրապետության նախագահն եք։ Բանը վարչապետն եք։ Հավաքեք ասեք։ Հավաքեք լսեք։ Հավաքեք նա ասեք ինչու եք, ինչ խնդիր կա, ինչով ես դու դժգոհ, ինչ ես բողոքում։ Որ հարցի շուրջը, ոչ, ինքը ոչնչացնել է պետք։ Սիրելի բարեկամներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք Ռուսաստանի հայերի միության եւ համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրամյանի հետ։ Պարոն Աբրամյան, խորհրդի նիստի ընթացքում ես տեղեկացա, որ այս տարի բավականին հետաքրքիր հարուստ միջոցառումների ծրագիր եք նախատեսել Ռուսաստանի հայերի միության 25-ամյակի կապակցությամբ։ Եվ բոլոր մարզերում, բոլոր ամբողջ Ռուսաստանում բոլորը նախապատրաստում են սեպտեմբերի 7-ին, եթե չեմ սխալվում, Մոսկվայում կայանալիք այդ ճոխ հանդիսությանը։ Կարողանալու եք հասցնել, ներկայացնել այդ ամենը ինչ որ կա։ Իհարկե կարող ենք մենք ծրագիրն ունենք, մենք պատրաստ ենք, մենք ոչ միայն այնտեղ կազմակերպում ենք մոտավորապես 5-6000 մեր կողմնակիցներին են մարդիկ, ովքեր որ մեր հետ աշխատել են այս 25 տարվա ընթացքում, հրավիրելու ենք, մասնակցելու ենք, այնտեղ անցկացնելու ենք սիեստ Կրեմլում, մեր այո 8-րդ սիեստը, այո 8-րդ համագումարը անցկացնելու ենք Կրեմլում, որից հետո ճաշը լինելու բոլորին։ Այսօր շատ լավ, մենք արած գործեր ունենք։ Եթե պարոն վարչապետը իշոր իր արած գործերը, դրական արած գործերը, որ մեր գործերը չէ, բայց մենք արել ենք։ Մենք արած գործեր ունենք, ռեալ արած գործեր։ Եթե մեր ժողովուրդը կարողանա դա հասնի իրանց բոլորին եւ տեսնեն, դրանք կզարմանան։ Իրոք կզարմանան, որ մեկ հասարակական գործ բան կազմակերպությունը ոչ մեկը մեզ փող չի տալիս, երբևիցե։ Մենք փող չենք հավաքը։ Ես իմ ընկերությունը եւ ազնական իմ գումարներն եմ ներդնում, որպեսզի մենք կարողանանք հայրենիության խնդիրները լուծենք։ Մարկանց հետ բոլոր բարեգործությունները, ամեն ինչը բայց հենց այդ է խնդիրը, որ ժողովրդին չեն ուզում, բայց կարող են արժեքազրկել, կարող են չգիտեմ ինչ-որ ստիպել, որ մարդը մի քանի ժամ մնա օդանավակայանում, ցույց չտան մտնի ներս։ Դա շատ զրոյացնում են իրանց, -0, իրանց պատիվը գցում են։ Սենց էլ իրանք չգիտեմ ինչ ունեն, պատիվ ունեն, թե չունեն, բայց այդ եղածն էլ արդեն ոչնչացնում են։ Եթե ինչ-որ բան մնացել է, դա էլ են ոչնչացնում։ Թե ինչու, եթե ասելիք ունես բայրավիրի ասա որ մենք էլ իմանանք, եթե մենք սխալ ենք, մենք մեր սխալը կուղենք, եթե դու ես սխալ, դուք ու սխալն ուղի։ Ես ասեցի Սամվել Կարապետյանին, ինչու է ձերբակալում, դա ամենախոշոր ընկերության ղեկավարն է, 10,000 մարդիկ են աշխատում, Ռուսաստանում, Հայաստանում, շատ հայեր են աշխատում, ոնց, գիտեք ղեկավարը եթե իրա տեղում չի, դա մեծ խնդիր է ընկերության համար։ Դա ընկերության համար շատ մեծ խնդիր է։ Դա պրոբլեմ է, ղեկավարը պետք է որոշումներ կայացնի։ Իսկ իր տեղ եթե որոշում կայացում են ուրիշները, դա կարող է խնդիրը ընկերությանը շատ մեծ փաստերի առաջ կանգնացնի։ Վերջը, չէ, պետք է կամ ես սեփականացնում, ես սեփականացրու, բա հետո սեփականացրու ինչ է եղել որ։ Դա անում է ամեն ինչ, որ ընդեղ ոչ մեկը ոչ մի գործ չանի։ Ինչ գործ ունես այդ ընկերության հետ, որ սեփականացնում ես։ Երնեք չէր այս իշխանությունները ձեր արածի գոնե 10% արին եւ մեր ժողովուրդը անչափ գող կլներ։ Հիմա երբ ես այսօր պատրաստում եի ձեզ այդ հանդիպման, ինձ ուղեկցում էր իմ լավ բարեկամներից մեկը, մեր այսպես լավ հայտնի բարերար, գործարար Աշոտ Դաշյանը եւ ասաց, որ եթե հանդիպես պարոն Աբրամյանին, մի խնդրանք ունենք մեր կողմից։ Ասեց ինչ խնդրանք։ Ասեց Նիկիտա Սիմոնյանը 99 տարեկան է, որից 90 տարին նա նվիրել է ֆուտբոլին։ Դա բացառիկ ռեկորդ է Գինեսի ռեկորդների գրքի համար անգամ։ Խնդրում ենք ասեք պարոն Աբրամյանին, թող երկրի նախագահին դիմեն եւ Նիկիտա Սիմոնյանին միգուցե
աշխատանքի հերոսի կոչման ներկայացնեն, որտեղ այդ մարդը իսկապես նվիրվածության բացառիկ արժեք է այսօր Ռուսաստանում։ Ես պիտի ասեմ, որ ռուսական սպորտը այդպիսի նվիրալ ազգ ազնվորություն չունի, ինչպեսին Նիկիտա Մենք հիմա Սիմոնյանն է։ շատ լավ բաներ եք ասում, իրոք դա արժանի է, մենք շատ մեր բարեկամն է, եթե դուք հետևում եք, Այո, ինքը հաճախակ է գալիս այստեղ, մասնակցում ենք, ինքը իրոք սիրում է Հայաստանը, հայ ժողովրդին եւ իհարկե Ռուսաստանը, մեր ինքը Ռուսաստանի քաղաքացի է, այնպես որ կապի մեջ ենք, մենք հիմա փորձում ենք, որ դա իրոք իրան տան հերոսի կոչման։ Այնպես որ մենք գիտեք շատ բաներ մեզանից չի կախված։ Հասկանալի։ Մենք առաջարկում ենք, մենք մեր ուժերը, մեր ունեցած ադմինիստրատիվ ռեսուրսները օգտագործում ենք, հույս ունենք, որ մինչև տարվա վերջ, ընդհանրապես հիմա երկրորդ կեսին պետք է լինի, մենք էլ դեկտեմբերին, ասենք, մի շուտ տեսնենք, ինչ կա, ես չեմ ուզում ժամանակի շուտ, որտեղ ես որոշում չեմ կայացնում։ Գիտեմ, եթե որոշումը դուք չեք կայացնում, դուք այդ մասին սովորաբար լռում եք։ Լավ, պարոն Աբրահամյան, իհարկե հարցեր շատ կան անելիքներ։ Ես ուզում եմ, որ դուք շարունակեք այն գիծը, որը դուք տանում եք։ Իդեպ ասեմ, վերջերս մենք մեր ալիքում ցուցադրել էինք մեր հայ օդաչուների մասին պատմող ֆիլմը, որոնց դուք աֆրիկյան գերությունից փրկեցիք եւ բերեցիք Հայաստան։ Նրանք մարդիկ, որոնք 10, 15, 20 տարի դատապարտված էին, հանկարծ հրաշքով հայտնվում են իրենց հայրենիքում եւ իրենց ընտանիքների գրկում։ Դա իհարկե ձեր վաստակն է։ Ես դա լավ գիտեմ, որտեղ առաջին օրվանից մինչև օդաչուների վերադարձը ներկա եմ եղել, գնացել ենք, նկարանել ենք, տեսել ենք ինչ խնդիրներ, ինչ դժվարություններ եք հաղթահարել։ Ես ուղղակի ուզում եմ ասել, որ մեծաթիվ մեր ունկնդիրներ ինձ խնդրել են հանդիպման ժամանակ ձեզ ասել շնորհակալություն, որտեղ դա մարդկության լավագույն այդպես որակներն է, որը դուք ունեք։ Դուք մի կյանք չեք փրկել, երկու չէ, հազարավոր կյանքերի եք դուք ի վերջո կյանքի կոչել, մարդիկ աշխատանք են ունեցել տունտեղ, ել չեմ խոսում այն միջազգային բիզնես ֆորումների մասին, որը դուք անց եք կացել, որը նույնպես կարելի է Գինեսի ռեկորդների գրքում գրանցել, Ռուսաստան, Արգենտինա, Ռուսաստան, Բրազիլիա, Ռուսաստան, Կուբա, Ռուսաստան, Ֆրանսիա, Ռուսաստան, Հարավային Կորեա, ել որը ասեմ ախր, եւ այդ միջոցառումները Դեք իշկա, ես ասեմ, դա իհարկե իմ համար նախ մեծ փորձ էր, որ ես անցա, ես մեծ շատ բարեկամներ եմ ձեռք բերել, դուք ինքներդ ներկա եք եղել, թե եւ նախագահները, տարբեր երկրների նախագահները։ Չէ, դա շատ ուրախ, ես ինչի համար եմ ասում, որ շատ լավ է, գիտեք խնդիրը ինչի մեջ է։ Խնդիրը նրա մեջ է, որ այդպես էլ ինձ չկարողացամ ստեղծել պայմաններ, որ այդ ունեցած հնարավորությունները օգտագործենք Հայաստանի ցաղկացնենք, Հայաստանը սարքենք իրոք լիարժեք մեր ժողովրդին համապատասխան ժողովուրդը լավ ապրեր, սոցիալական խնդիրների լուծում, նոր տեխնոլոգիաների ներդրում, այդ ամեն ինչը ես անցել եմ։ Դարձել չեղավ, չգիտեմ, շատ ցավալի է, շատ ցավալի է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահան գալիս է Հայաստան իմ հրավերքով, իր բոլոր խմբի հետ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների ժամանակ Տրամպն էր 18 թվականին, ինչքան 19 թվականին մոտավորապես գալիս Հայաստան, որ ստեղծեն կիբերբեզապասի կենտրոն։ Այո, անվտանգության կենտրոն։ Հայաստան հրավիրել է 7 հոգի, բոլոր իր կազմով։ Վարչապետը, քանի որ իմ հետ այգը չի ընդունում, դա անհասկանալի է։ Ոնց որ ես միշտ աշխատել եմ Հայաստանում, կապ չունի վարչապետի իմ հետ ինչ հարաբերությունների մեջ է, հայ ժողովուրդ գոյություն ունի։ Եվ ես իմ գործերն եմ անում։ Ես օգնում եմ իմ ժողովրդին։ Իսկ ինքը տեսեք չընդունեց, ես հանդիպեցինք պաշտպանության նախարարի հետ եւ անվտանգության կոմիտեի նախագահի հետ։ Արմեն Գրիգորյանի հետ։ Երկուսն ասեն շատ լավ բան է եւ այլը, բայց շարունակություն չեղավ։ Թուղթ չստորագրվեց, ոչինչ չարվեց։ Այդպիսի բան չի լինում։ Դա հեշտ չի, որ մարդիկ դե պատկերացնեք, որ մենք ունենանք Ամերիկայի Միացյալ Նահանգների կիբերբեզապասի կենտրոն Հայաստանում։ Ես Ռուսաստանի հետ համաձայնացրել էի։
որ այդպիսի կենտրոն կառուցի։ Ես գնացել էի Իրան, իրանցիների հետ էի համաձայնացրել։ Ամեն ինչ որ իրանց են նայելու։ Իրանց են, դա իրանք շահագրգռված էին ինչ որտեղ, բայց ես ուրիշ տեղ եմ ուզում անեն, ես շատ ջանքեր էի թափել, որ դա լիներ Հայաստանում։ Բայց գիտեք, իրենց ոչ մի բան հետաքրքիր չի։ Իրանց ազնական փառք ու պատիվը, ազնական էգոն եւ էտա, ուրիշ ոչ մի բան չի հետաքրում ժողովրդին։ Իրա PR-ը, որ ինքը ասի, ինքը ասում է, ինքը հավատում է։ Ինքը ասում, ինքը հավատում է։ Բայց մի թող թղթի վրա գրիչ դրական գործեր արի եւ բացասական։ Ինքը վերցի իր համար գրի։ Ինքը իր համար հետևանքներ անի։ Թե ինչ արե, բացի ինքը հայ ժողովրդի պատշողն է։ Այսօր բոլորին, տեսեք, սրբազանին նստացնի, ես տարբեր մարկանց, սվերջես մեկ եկար ասում է գիտեր ութանավաբան, պետք է գնալ Գյումրի, շոր խնդիրներ ուներ, չգիտեմ, ձերբակալն են ասել են, բայց ակաս ինքը չի, ասում է գիտեք, հեռախոսով ձեր անունն են տվել, դե անունը ոնց որ Աբրամյան արա, հարատ կարող Աբրամյան արա լինի, չի շկամ, պետք է ձերբակալել կամ սադեշկա անեն, մի քանի ժամ, այնտեղ խնդիրներ կան, սա արդեն անթույլատրելի է, մենք ժողովուրդ ջան, մենք բոլոր սահմաններն անցել ենք։ Մենք վերականգնելու համար տասնյակ տարիներ է պետք։ Իրա տված բոլոր այդ սխալները, իրա տված իրա ինքը բերես մեզ թշնամի։ Մենք այսօր թշնամի չունենք, մենք իրար ենք համարում թշնամի։ Մենք ենք իրար թշնամի, բոլորը։ Այս մարդը սա է արել։ Դե դա կարող է նաև իհարկե քաղաքացիական պատերազմի տանել այս իրավիճակը։ Աստրացիառուպայի։ Գիտեք Աստրացիառուպայի, ինքը պետք է մի հատ շատ դուրս մտածի եւ ասի։ Բայց թող հավաքի։ Հավաքի ում ինչ ա եղել, բոլորին լսի հələ։ Մենք մեր խոսքը ասենք։ Գիտեք ինչ կա, ես կոչ եմ անում բոլորին ճիշտը, միայն ճիշտը ստուգված, փաստերն ասել, չվախենալ։ Մի վախեցեք, ինչից եք վախենում, ինքը պետք է վախենա։ Ինքը բոլորի համար պետք է պատասխան տա, հարազների համար։ Բայց չեք վախենում, եթե մի բան չի ասեք, կամ ինքը թող հավաքի, մի հավաքի մի քանի ով որ խոսում են, ասեն ինչ ա եղել, ասեք տեսնեմ։ Մենք մերն ասենք, ինքը իրանն ասի։ Ինքը չի օգտագործել ոչ մի հնարավորություն երկրը սոցիալական խնդիրների կյանքը կամ անվտանգությունը որոշելու համար, ոչ մի հարցում։ Չի հավաքել, չի ասել, բոլորն էլ հնարավորությունն են։ Ես շատ մարդիկ գիտեմ։ Չէ, ինքն Ինքն էլ այլ ինքը իր գործը պատժելն է, եկեղեցի, ինքը շատ ժամանակ ունի, որ այդ հարցերով զբաղվի։ Մենակ իր գործերով չի, երկրի զարգացման անվտանգության խնդիրներով չի։ Ադրբեջանը ինչ ասես վերջի խոսքերով ասում է, հարյուրավոր կանալներ ունեն միջազգային։ Ես Ամերիկայում, ամեն տարի 2 ամիս Ամերիկայում եմ։ Դուք Ամերիկայի քաղաքացի եք նաև, չմոռանաք։ Դա բայց գիտեք ինչ կա, կարևորը դա չի, որ թե քաղաքացի եմ։ Կարևորը նա է, որ ես այդ ժամանակ որ նայում էի Ամերիկայում տարբեր ունեն տասնյակ Telegram կանալներ։ Ինչեր են ասում մեր մասին, մեր նորությունների մասին, ինչեր են ցույց տալիս։ Պարոն Փաշինյան, ես կուզենայի, որ դուք ձեր օգնականներին մեկին ասեք, այդ ամեն ինչը նայեն եւ ձեզ ասեն։ Ձեր լավ բարեկամ որ չայք խմում իր հետ։ Ադրբեջանի նախագահ Ալիևը։ Թող ասի, ինչու դու մի հատ զանգի ասի, բա չայք խմում, ինչու եք այդպես վատ բաներ ասում։ Պարոն Աբրամյան, ասել միայն ճշմարտությունը, սա եղել է ձեր մշտական կարգախոսներից մեկը եւ երբեք չվախենալ դրանից։ Բայց մարդիկ այսօր վախենում են անգամ ճշմարտությունը ասել։ Դա խնդիր է, դա մեծ խնդիր է, ասել եմ ասում, բա մեր գերիների մասին, այսքան նստած, ինչ ասես ասում են, որ ոչ մեկը մեղավոր չի նրանցից։ Եվ ինքը չի հետաքրքրում, իր համար մեկ է, հակառակը, չգիտեմ ինչ է, ես չեմ կարողանում հասկանամ, թե այդ մարդը ինչ է ուզում անի։ Իր բոլոր քայլերը բերում է մի եզրակացության, երկրի ոչնչացում։ Բոլոր քայլերը, որ ասում անկախ պետություն եմ ստեղծում, ես Ղարաբաղը տվել եմ, որ մենք անկախ լինենք։ Ինչ եք խափում, անկախությունը նաև որ ադրբեջանցիք նստել են մեր երկրի մեջ չեն գնում, մեր սահմանը մտել են, սա օրինական ընդունված սահման էր, ինքը վերցրեց բաժանում է, ինքը ոչինչ չի արել հայրենիքի համար, բացի կործանումից, բայց ինքը բաժանում է, բայց մի հատ հավաքվեք տեսեք, չէ որ ուշտեներ հնարավորություններ, օրենք կա, միջազգային իրավունք կա,
Բերեք միավ, այսօր դենց արը որ ոչ մեկ այդ խնդիրներով չի զբաղված, ասում է դուք մեր հետ գործ ունեք, մենք էլ ձեր հետ գործ ունենք։ Ես ձեզ չեմ օգնել, դուք էլ մեզ մի օգնեք։ Էս ասում։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այսօրվա բաց անկեղծ խոսակցության համար։ Հույս ունեմ, որ մինչև Ռուսաստանի հայրենիության 8-րդ համագումարը մեկ անգամ էլ առիթ կունենանք հանդիպելու եւ ավելի կոնկրետ խոսենք նաեւ այն սպասվելիք անելիքների մասին, որոնք ձեզ համար նույնպես շատ կարեւոր են եւ որոնց մասին դուք արդեն վաղուց մտածում եք։ Ես կուզենայի մեր վարչապետը պարոն Փաշինյանը մեր 25-ամյակի արդիվ այդ բոլոր ովքեր նստած են բաց թողնին։ Այդ մարդիկ չեն փախնում։ Այդ մարդիկ չեն ուզում փախնեն։ Շոու պետք չի անել։ Բաց թողեք, հավաքել եք, խոսացիք, հասկացաք, բաց թողեք։ Ոչ մեկ ես գիտեմ իրենց մեղավոր չեն։ Եվ շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Երբ բարեկամներ Ռուսաստանի հայրենիության եւ համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ բարեկամքի դեսպան Արա Աբրամյանն էր հերթական անգամ Փակ TV եթերում։ Այսօր այսքանը, ցտեսություն։